Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղսագրվող խոշոր չափի կաշառքի գործը շուտով կգնա դատարան, քննությունն այս դրվագով ավարտվել է։ Գործի հանգամանքները հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան է ներկայացնում։ Վարդան Ղուկասյանը նույն համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ նախնական համաձայնությամբ Գյումրի քաղաքի բնակիչ Սևակ Գոմչյանի օգտին թողտվության, հովանավորության եւ այլ ապօրինի գործողության համար նրանից պահանջել են խոշոր չափերով 4 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ։ Գյումրիի բնակիչ Սևակ Գոմչյանը 2021-ից 22 թվականներին քաղաքի Գարեգին Նժդեի փողոցում առանց շինթույլտվության կառուցել է ավելի քան 3000 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ կառույց, ապա 2 տարի անց փորձել այն օրինականացնել դիմելով կադաստրի կոմիտե։ Սակայն կադաստրի կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձի որոշմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մերժվել է պատճառաբանությամբ, որ այն չի համապատասխանել օրենսդրության պահանջներին։ Մասնավորապես ըստ Հայրապետյանի քաղաքացու ներկայացրած փաստաթղթերում նշվել է իբրև ինքնակամ կառույցը դեռևս 2020 թվականին ունեցել է 80% եւ ավելի ավարտվածության աստիճան, մինչդեռ օրթոֆոտոհատակագծի համաձայն 2021 թվականին այն կիսակառույց է եղել։ Գործող իրավակարգավորումների համաձայն ինքնակամ կառույցը կարող էր օրինականացվել այն դեպքում, եթե այն կառուցվել էր մինչև 2021 թվականը։ Ըստ մեղադրանքի Գոմչյանը հասկանալով, որ հնարավոր չէ օրինականացնել ինքնակամ շինությունը, դիմել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին, նրա միջոցով Վարդան Ղուկասյանին, ովքեր տեղյակ լինելով այդ շինության մասին որոշել են կաշառքի դիմաց օրինականացնել այն։ Այնուհետև 2025 թվականի սեպտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն իր աշխատասենյակում գլխավոր ճարտարապետին հանձնարարել է հանդիպել Սևակ Գոմչյանի հետ եւ բանակցություններ վարել նրա հետ եւ ինքնակամ կառույցը չափամոնտաժելու, փոխարենը պաշտոնական կեղծ փաստաթղթերի հիման վրա այն որպես նոր կառուցվող շինություն ներկայացնելու դիմաց նրանից պահանջել 10,000 ամերիկյան դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Գոմչյանն ընդունել է պահանջն ու խոստացել գումարը տալ 2 մասով։ Հանցակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Վարդան Ղուկասյանը Հենրիկ Գասպարյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, մասնավորապես նախագծման թույլտվություն, որում ներառել են տվյալներ, որ իբրև Սևակ Գոմչյանը նախատեսել է նույն տարածքում կառուցել շուրջ 1300 քառակուսի մետր շինություն այն դեպքում, երբ տվյալ տարածքում նրան պատկանող ինքնակամ շինության մակերեսը կազմել է շուրջ 3000 քառակուսի մետր։ Այնուհետև ըստ մեղադրանքի ինքնակամ կառույցը քանդելու պատրանք ստեղծելու նպատակով նախագծման թույլտվությունում մտցրել են կեղծ տեղեկություններ առ այն, իբրև ինքնակամ կառույցի մակերեսը կազմել է շուրջ 2 քառակուսի մետր։ Այդ փաստաթուղթը Վարդան Ղուկասյանը ստորագրել է եւ դրել է պաշտոնական շրջանառության մեջ։ Ընդ որում, կաշառք տված անձը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ եւ իր ցուցմունքները պնդել է գլխավոր ճարտարապետին առերես։ Գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն կալանքի քննության ժամանակ ընդունել ինչպես իր եւ Սևակ Գոմչյանի, այնպես էլ Վարդան Ղուկասյանի միջև օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրված խոսակցությունների փաստը։ Վարդան Ղուկասյանը մեղադրանքը չի ընդունում, պնդում է նրա պաշտպանը, հավելում նրա մեղքը ապացուցված չէ։ Հայրապետյանի խոսքով պաշտպանական կողմին նյութերին ծանոթանալու համար ընդամենը 2 օր են տրամադրել։ Այդ նյութերի մեջ ինչ որ հանդիպել է մեզ պահին հետևյալն է, նախ առաջինը, որ ապօրինաբար փաստաբանական գաղտնիք է ձայնագրել, այսինքն կոնկրետ պարոն Ղուկասյանի եւ իր փաստաբանի հաղորդակցությունները ձայնագրել, որը օրենքով արգելված է, սա մեկ, երկրորդը այդ ձայնագրությունների մեջ ինչքան որ ծանոթացել եմ, կա խոսակցություն, որ փող է պետք որ բյուջեն մեծացնենք, եւ երրորդն ու ամենակարևորը Պարոն Ղուկասյանի դրվագը առանձնացնում են ուղարկում են դատարան, որը իրավաբանորեն անհնար է։ Ըստ պաշտպանի 3 անձանց մեղսագրվող արարքներն իրար հետ փոխկապակցված են։ Եվ ապացույցները բավարար չեն, որ Հենրիկ Գասպարյանին եւ Սևակ Գոմչյանին կորցնել ուղարկեն դատարան, բայց ասում են, որ բավարար է, որ պարոն Ղուկասյանի դրվագը ուղարկեն դատարան, ինչը իրավաբանորեն անհնար է։ Հետաբար այս պայմաններով անգամ նախաքննական մարմինը ինքն է հերքում, որ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ապացույցները բավարար են։ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյայի խոսքով էլ Վարդան Ղուկասյանի արարքը հիմնավորվել է քրեական վարույթով ձեռք բերված մի շարք ապացույցներով։ Եթե հաստատվի Գյումրի համայնքը մի քանի ամիս ղեկավարած Վարդան Ղուկասյանի մեղադրանքը, ապա նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։ Տաթև Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։